Քրիստոսն է միակ եւ ճշմարիտ Աստվածը, ամեն։ Նա է հավիտենական կյանքը, նա է մեր հավատքի առաքյալը եւ նա է մեր հավատարիմ ու ողորմած քահանայապետը, ամեն։ Վստահենք մենք այս հարցում։ Մատթեոս 14-րդ գլխում ասում է, որ Հիսուս նայեց եւ տեսավ իրեն հետևող ժողովրդին եւ գտած նրանց, ընդունեց նրանց, բժշկեց նրանց եւ հետո կերակրեց նրանց։ Ուզում եմ իմանաս, որ Աստված գիտի մեր յուրաքանչյուրիս կարիքները։ Նա ամեն ժամանակ տեսնում է քո կարիքը։ Եվ նրա աչքը նա երբեք չի փակել, նա իր աչքը երբեք չի փակել քո կարիքի վրա։ Նա իր ձեռքը միշտ մեկնած է քեզ զորացնելու համար։ Նա իր ականջը չի խլացել քո ձայնի համար։ Եվ իր ձեռքը մեկնել է, որ քեզ դուրս անի, քեզ բարձրացնի, զորացնի եւ ճիշտ ընթացքի մեջ դնի։ Ամեն։ Ուղղակի մենք դրա մեկնած ձեռքին պետք է մեր ձեռքը մեկնենք։ Այսինքն կանչենք նրա անունը։ Աստծո անունը կանչել, դա այս նշանակում է, որ դու հրաժարվում ես քո սեփական համոզմունքներից, քո կարծիքներից, քո վարմունքից եւ դու հանձնվում ես հենց Աստծո զորությանը, նրա առաջնորդությանը։ Եթե դու կարիք ունես ընդունելության, ինքը Հիսուս կընդունի քեզ։ Այնպես ինչպեսի որ կաս, բայց իմացած եղի, որ նա երբեք չի թողնի, որ դու մնաս այնպես ինչպեսի որ կաս, այլ քեզ միշտ կառաջնորդի վերականգնման, միշտ քեզ կառաջնորդի ազատագրության եւ ապաշխարության նայ։ Եթե կարիք ունես բժշկության, ինքն է քո բժիշկը։ Եթե այլ իրավիճակների մեջ ես գտնվում, ինքն է Քրիստոսն է միակ ելքը։ Մենք ուղղակի նրա մեկնած ձեռքին պետք է մեր ձեռքը մեկնենք։ Հանձնվենք նրան, այո ասենք նրա ամենին։ Գիտեք, Պետրոսը մի ընթացք, հենց Մատթեոս 14-ում ենք կարդում, որ մի ընթացք քայլեց ջրերի վրայով։ Քրիստոսի խոսքի զորությունը նրան քայլել տվեց ջրերի վրայով։ Բայց վախի թերավատության պատճառով, նայելով երևույթին, նա դադարեց նայել իր դիմաց ուղի Քրիստոսին եւ սկսվեց խորտակվել, կործանվել երևույթը, այդ մեծ ալիքը, երբ որ նա տեսավ գալիս է իր վրա, վախեցավ եւ սկսեց կործանվել, ծովը նրան վերցրեց իր մեջ, բայց երբ որ նա այդ ժամանակ աղաղակեց Քրիստոսին, Հիսուս ասում է, որ իր ձեռքը մեկնեց, նրան բարձրացրեց եւ նրանք միասին քայլեցին նավակի մեջ։ Երբ որ մենք մեր հայացքը, մեր կենտրոնացումը Աստծո խոսքից դարձնում ենք իրավիճակների վրա, երևույթի վրա, նա միանգամից երևույթը փորձում է մեզ վերցնել իր մեջ, մեզ ամբողջությամբ կլանում է, մեր մեջ բերում է հուսահատություն, հուսախաբություն, վախ է առաջացնում եւ փորձում է կործանել եւ հեռացնել Աստծուց։ Երբ որ դու նայում ես երևույթին, կենտրոնանում ես երևույթների վրա, քո կյանքում եղող իրավիճակների վրա, նա փորձում է քեզ հեռացնել Աստծուց։ Բայց եթե նույնիսկ այդ ժամանակ դու սթափվես, գիտակցես, աղաղակես Աստծուն, վստահաբար իմացիր, որ նա անպայման կօգնի քեզ, կբարձրացնի քեզ, կզորացնի քեզ։ Ամեն։ Սաղմոս 138-3-ում ասում է, որ կանչած օրս պատասխան տվեցիր ինձ եւ ասում է դու ինձ իմ անձիս մեջ քո զորությամբ զորացնում ես։ Երբ որ դու կանչում ես Աստծուն, պետք է վստահություն ու հավատք ունենաս, որ նա լսում է քեզ եւ որ նա բարձրահատույց կլինի քեզ, նա կպատասխանի քո աղոթքին։ Դու պետք է համարձակությամբ եւ իմաստությամբ հավատքով մոտենաս Աստծո շնորհին։ Մենք ունենք արտոնություն, եբրայեցիների մեջ է ասում համարձակությամբ մոտենալու Քրիստոսի շնորհքի գահին, շնորհք եւ ողորմություն ստանալու այս օգնության անհրաժեշտության պահին։ Բայց երբ որ դու դիմում ես նրան, դու պետք է համարձակությամբ ու հավատքով դիմես, որովհետեւ Աստծուն մոտեցողը, ասում է եբրայեցիների հեղինակը, պետք է նախ հավատա, որ նա կա, եւ հետո պետք է հավատա, որ Աստված լսում է իրեն եւ բարձրահատույց կլինի։ Ամեն։ Աստծո խոսքի զորությունն է, որ մեզ ուժովացնում է, զորություն է տալիս հաղթահարելու համար։
Ինչպես այս Սաղմոսում է ասում, նա ասում է նա ինքը ինձ զորացնում է իմ անձիս մեջ, իմ հոգուս մեջ, որպեսզի դու կարողանաս հաղթահարես ամեն իրավիճակներ ու դժվարություններ։ Հենց այնպես մենք չենք զորանում ու նստում մեր տեղը։ Երբ որ դու գիտակցում ես, որ արդեն զորացած ես, ուրեմն իմացի, որ առջևում խնդիր ունես հաղթահարելու։ Ամեն դրա համար մենք չպետք է վախենանք զորությունից, այլ շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ նա մեզ զորացնում է ամեն ժամ։ Կենդանի Աստծո խոսքը, մենք համոզված ենք սրանից, հենց Աստծո խոսքն է սա ասում, որ կենդանի է իմ խոսքը, զորավոր է, ազդող է եւ ավելի կտրող է, քան ցանկացած երկսայրի սուտ։ Ամեն։ Մեր հավատքի հիմքը նրան ճշմարտապես ճանաչելու, նրա կամքն ու ծրագիր իմանալու միակ աղբյուրը դա հենց Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը զորավոր է։ Մենք չէ, քարոզիչները չեն, որ Աստծո խոսքը պետք է դարձնեն ավելի զորավոր կամ ավելի նշանակալի, հեղինակավոր։ Աստծո խոսքը հենց զորավոր է, որովհետև դա Աստծո խոսքն է։ Եվ երբ որ դու վերցնում ես Աստծո խոսքը եւ հավատքով հրճակում ես, կիրառում ես քո կյանքի մեջ, դու հենց Աստծո զորությունն ես արձակում քո կյանքի վրա եւ այն իրավիճակների վրա, որոնց մեջ որ կաս։ Ես ինքս սովորություն եմ դարձրել ինձ համար Աստծո խոսքը իմ աղոթքներից մեջ եւ առհասարակ օրվա մեջ հրճակել տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով եւ այո փորձառաբար կարող եմ ասել, որ դա մեկ ուրիշ վայելչություն ու հիացմունք է։ Ամեն։ Դա մի տեսակ գերբնական զգացողություն է տալիս քեզ, որովհետեւ այն խոսքը, որ դու հենց տվյալ պահին հրճակում ես քեզ վրա, դու դա վերապրում ես, դու դա ես դարձնում քոնը, որովհետեւ Աստվածաշնչում շատ համարներ կան։ Հաշվել են մոտավոր 31101 համար խոսքը Աստվածաշնչում, բայց այն խոսքը, որ դու տվյալ պահին վերցնում ես եւ հավատքով կիրառում ես, հայտնությամբ վերցնում ես, դա հենց դա է դառնում քոնը, եւ այսպես շարունակաբար վերապրելով Աստծո խոսքը դու հավատքի մակարդակից, բնական մակարդակից անցնում ես գերբնական մակարդակի մեջ, որովհետև Աստծո խոսքի միայն իմացությունը իմանալը դա դեռ չի նշանակում, որ դու դա դարձրել ես քոնը, որ դու վերապրել ես։ Բոլորը դե շատերը, չասեմ բոլորը գիտենք Աստծո խոսքը, գիտենք, որ Աստված բարի է, որ Աստված սիրող է, որ Աստված ողորմած է, բայց մենք պետք է հայտնապես սավերցնենք, որ ինձ համար է Աստված բարի, որ ինձ համար է նա ողորմած, որ ինձ է սիրում Աստված, որ հենց ինձ է ներել Քրիստոսը, իմ բոլոր մեղքերը ինձ է արդարացրել եւ ինձ է փրկություն բարձրացրել։ Մենք ամեն մի խոսքը պետք է անձնապես վերցնենք եւ հաստատենք մեզ համար, կիրառենք մեր կյանքի մեջ։ Գիտեք, հավատքը մենակ խոսքի իմանալը եւ չկիրառելը մեր կյանքի մեջ սա բնական մակարդակի հավատք է։ Բնական մակարդակը սա մարդու մտքի մեջ է, սա հիմնված է մարդու մարդկային հասկացողության, գիտելիքների, իմաստության, երևույթների եւ ուրիշ այլ հավատալիքների վրա։ Սա միևնույն ժամանակ կարող ինչ որտեղ ասել, որ գնոստիկություն է։ Գնոստիկությունը մի գաղափարախոսություն, տեսություն է, որոնք կարծում են, թե որ Աստծո մասին որքան շատ գիտելիք իմանան, այնքան մոտ կլինեն Աստծուն։ Բայց սա իրականում խաբկանք է։ Գիտելիքը չի, որ մեզ մոտիկացնում է Աստծուն, հաղորդակից է դարձնում Աստծո հետ, այլ հավատքն է, այդ Սուրբ Ոգին է, որ մեզ մոտիկացնում է եւ հաղորդակից է դարձնում Աստծո հետ։ Իհարկե գիտելիքը կարեւոր է, շատ լավ է իմանալ, բայց իմաստուն է նա, ով որ իր ձեռք բերած գիտելիքը կարողանում է կիրառել իր կյանքի մեջ, օգուտի համար օգտագործել գիտելիքները։ Իսկ գերբնական հավատքը դա մարդու հոգու մեջ է, սրտի մեջ է եւ դա աստվածային է։ Վեր է ամեն տեսակ գաղափարներից, հասկացողությունից եւ հիմնված չէ հանգամանքների եւ երևույթների համար եւ դա գովելի է Աստծո կողմից։ Կա երկու տեսակի հավատք՝ գովելի եւ հանդիմանելի։ Հիսուս կամ գովում էր մարդկանց հավատքը կամ հանդիմանում էր եւ որում հանդիմանում էր փրկելուց հետո, իրավիճակներից փրկելուց հետո։ Երբ որ Պետրոսին նա փրկեց, տարավ նավակ, հետո հանդիմանեց, ասեց ուր է քո հավատքը, ինչու դու թերահավատություն ցուցաբերեցիր։ Երբ որ ալեկոծության ժամանակ փրկեց աշակերտներին, հանդարտեցրեց փոթորիկը, հետո նա հանդիմանեց հենց հավատքի համար։ Քրիստոսը որ հանդիմանում էր, նա չէր դատապարտում նրանց այդ հավատքի համար, այլ հանդիմանում էր, որպեսզի նրանք տեսնեն
որ իրենք չկարողացան հավատային, որ պետք էր այդտեղ գերբնական հավատ ցուցաբերել, հանդիմանում էր շտկելու համար նրանց։ Ամեն։ Ես պատգամ իմ հենց վերնագրել եմ գերբնական հավատք, գուցե հետո փոխեմ վերնագիրը, չգիտեմ։ Ես կարծում եմ, հենց այս հավատքն է, հենց սա է գերբնական հավատքն է, որ մենք վերապրում ենք, սա այն հավատքն է, որը երբ որ մենք ունենում ենք հավատքի վերապրում, այսինքն մեր հավատացածը դարձնում ենք իրականություն մեզ համար, եւ սա է դառնում հենց գերբնական հավատք, եւ սա է, որ մեզ հիացմունք է պարգևում, որովհետեւ երբ որ Աստծո խոսքը վերապրում է շարունակաբար, դա քեզ հիացմունք է պարգևում, եւ դա քեզ ավելի է խանդավառում, որպեսզի դու շարունակաբար կիրառես Աստծո խոսքը, կենտրոնանաս Աստծո խոսքի զորության վրա, եւ հենց մեր հավատքն է, որ հաղթանակ է տանում։ Ամեն։ Եկեք մի կարճ հատված Աստծո խոսքից կիրառենք այս պատգամի համաձայն, եւ հետո ես հրճակենք այս պատգամի համաձայն, հետո կկարդամ այդ հատվածը։ Միասին ասենք սա, հա, աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատքն է։ Աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատքն է։ Դու հաղթող ես անընդհատ քո հավատքով աշխարհի վրա։ Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 4-ից 5 համարներում է ասում այս մասին։ Ասում է, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Ամեն։ Եվ աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատն է։ Ուրեմն ով է հաղթում աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծո որդին։ Իսկ մենք հավատում ենք ամեն, որ Հիսուսն է Աստծո որդին, եւ այս հավատքն է, որ հաղթանակ է տանում աշխարհի վրա։ Հիսուս Քրիստոսի վրա հիմնված, նրա խոսքի վրա հիմնված հավատքն է, որ հաղթում է աշխարհին։ Ոչ թե մեր հասկացողության վրա, ոչ թե մեր կարծիքների, մարդկանց կարծիքների եւ երևույթների վրա հիմնված, այլ հենց Քրիստոսի վրա հիմնված հավատքն է, որ հաղթում է աշխարհին։ Մենք որպես Աստծո տաճար, եկեղեցին որպես Քրիստոսի մարմին կառուցված է հենց այս վեմի վրա։ Քրիստոս Աստծո որդի վեմի վրա է կառուցված Քրիստոսի եկեղեցին։ Հիշում եք Մատթեոս 16-րդ գլխում, երբ որ Պետրոսը հայտնապես վկայեց Քրիստոսի մասին, թե դու ես Քրիստոսը, Աստծո օծյալը, կենդանի Աստծո որդին, Հիսուսն ասաց, որ ես այդ վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, այդ հայտնության վեմի վրա, Քրիստոս վեմի վրա, Քրիստոս Աստծո որդի վեմի վրա, ոչ թե Պետրոս վեմի վրա, եւ ասում է դժոխքի դռները չեն կարող հաղթել իմ եկեղեցուն։ Ամեն, հավատում ենք մենք այս խոսքին։ Սա այս խոսքին հավատալ հենց գերբնական հավատքի դրսևորում է, որովհետեւ ասում է դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Հիմա եթե դու հավատում ես, որ որպես կենդանի կառույց, որպես մի կենդանի տաճար կառուցված ես այս վեմի վրա, որին դժոխքի դռները չեն կարող հաղթել, ելուր մնաց քո կյանքում եղող ինչ-որ իրավիճակներ, որ կարողանան հաղթել քեզ։ Դու այդ իրավիճակներին կարող ես քո խնդրի անունը տալ եւ հավատքով խոսել այսօր այդ իրավիճակների վրա եւ դու կտեսնես Աստծո փառքը քո կյանքի մեջ։ Առաջի Հովհաննեսում ենք դեռ 5-րդ գլխում 4-րդ համար։ Ասում է, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Աստծուց ծնվածներն ասեն ամեն։ Աստծուց ծնված լինել նշանակում է ունենալ Սուրբ Հոգու բնակությունը մեր մեջ։ Եվ քանի որ մենք ունենք Սուրբ Հոգու բնակությունը մեր մեջ, նշանակում է ունենք Աստվածային էությունը մեր մեջ։ Նշանակում է ունենք Քրիստոսի ամբողջ լիությունը մեր մեջ։ Մի ամբողջ գանձարան, լի գանձերով մենք ունենք մեր մեջ, որովհետև հենց ինքը Քրիստոսը Կողոսացիների ուղերձում է ասում Պողոս առաքյալը, որ Քրիստոս Աստծո իմաստության եւ գիտության գանձարանն է, ամբողջ գանձերը Քրիստոսի մեջ են պարունակում, որը որ մենք ունենք մեր կյանքի մեջ եւ չափսոսանք այդ գանձերից հանել, մեզ համար կիրառել եւ ուրիշների համար կիրառել, ամեն։ Ունենալ Աստծո հոգին մեր կյանքի մեջ նշանակում է ունենալ որ Քրիստոսը իր կյանքը ապրում է մեր մեջ։ Եվ մենք միացած ենք Քրիստոսի հետ, մեկացած ենք Քրիստոսի հետ։ Քրիստոսի հետ մեկացած լինել նշանակում է, որ մենք ունենք, կարող ենք ունենալ
Եվ հենց ունենք Աստծո հավատքը, ունենք Քրիստոսի միտքը, Քրիստոսի հետ մեկացած լինել սա է նշանակում, որ դու ունես Աստծո հավատքը, ունես Քրիստոսի միտքը։ Մեկ այլ թարգմանության մեջ ասում է, որ մենք գիտենք, թե ինչ է մտածում Քրիստոսը։ Եվ եթե գիտենք, թե ինչ է մտածում Քրիստոսը, ինչի մենք հավատքով չկանգնենք մեր խնդիրների, իրավիճակների վրա, Աստծո հավատքով հավատանք։ Ամեն։ Մի օրինակ կյանքից ասեմ, երբ որ մարդ ինչ որ մեկը երեխա է որդեգրում, նա այս երեխային կարող է ամեն բան շնորհել, կարող է այս երեխայի համար ամենաճոխ կյանքը ապահովել, կարող է նվիրվել նրան ամբողջությամբ, իր կյանքը տալ այս երեխային, սիրել նրան, իր հարազատ որդու պես վարվել նրա հետ, բայց կան բաներ, որ այս որդեգրող հայրը երբեք չի կարող այդ երեխային փոխանցել։ Դա նրա արյունն է, իր դնթն է, որ նա երբեք չի կարող փոխանցել այս երեխային, իր գեները, իր մտածելակերպը, իր բնավորությունը, իր պատկերը չի կարող տալ այս երեխային, բայց երբ որ Աստված մեզ որդեգրեց, նա իր որդու հոգին մեր մեջ ուղարկեց, որով մեզ դարձրեց իր հարազատ որդիները, իր հարազատ ընտանիքի անդամը դարձրեց մեզ, եւ մենք դարձանք Աստծո պատկերի նման։ Նա իր հոգով, իր որդեգրության հոգով մեզ կոչեց Աստծո որդիներ եւ իր հոգով մեր մեջ ձևավորում է, ձևակերպում է, այսպես ասած, Աստծո դնթն, Աստծո գեներն է փոխանցում մեր մեջ իր հոգու միջոցով եւ մեր մեջ վերականգնում է Աստվածային պատկերը։ Ամեն։ Ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Հաղթում է, սա ներկա եւ շարունակական բնույթ է, գործողություն է ցույց տալիս, որովհետեւ մեր կյանքը քանի դեռ շարունակում է, մենք միջև մեր կյանքի վերջ պետք է հավատքով վարվենք, կարճենք Աստծո խոսքից եւ լինենք գերբնականի մեջ։ Հաղթում է աշխարհին։ Աշխարհը, գիտեք, սա տարածաչափական միավոր չէ, որտեղ մենք պետք է գնանք, պատերազմենք, հաղթենք, վերադառնանք։ Դա մարդիկ չեն, որոնք դեռ չեն ապաշխարել։ Աշխարհը դա Աստծո չափանիշներին, Աստծո սկզբունքներին, Աստծո կամքին գործող մի համակարգ է, որը սատանան է ղեկավարում, եւ մեր պայքարը, մեր պատերազմը, մեր հավատքի պատերազմը նրա դեմ է։ Ճիշտ է, սատանան կարող է մարդկանց միջոցով փորձել ճնշումներ գործադրել մեզ վրա, բարկացնել մեզ հունից հանել, հուսախաբեցնել, հուսահատ անել, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր պայքարը այդ անձանց դեմ չէ, այլ այդ իրավիճակների դեմ է։ Ամեն։ Քրիստոսը արդեն իսկ հաղթել է նրան, հաղթել է սատանային, բայց մենք պետք է մեր կյանքի մեջ շարունակաբար վերապրենք եւ տոնենք այդ հաղթանակը։ Մենք պիտի այդ հաղթությունը պահենք մեր ձեռքում, մեր կյանքի մեջ։ Եթե դու ինչ-որ իրավիճակների մեջ քեզ պարտված ես տեսնում, հաղթված ես տեսնում, դա չի նշանակում, որ Քրիստոս պարտվեց։ Դա նշանակում է, որ դու տրվեցիր երևույթներին, իրավիճակներին, դու չկարողացար իրավիճակը կառավարես եւ իրավիճակը կառավարեց քեզ, վերցրեց քեզ իր մեջ, կլանեց քեզ, ինչպես որ Պետրոսին ծովը վերցրեց իր մեջ։ Սրա համար մենք պետք է ամուր պահենք մեր հավատքը եւ թույլ չտանք, որ որևէ աշխարհային իրավիճակ ներթափանցի մեր մեջ։ Հիմա աստվածային ինչ սկզբունքներ են, չափանիշներ են Աստծո կողմից Քրիստոսով շնորհված մեզ, տրված մեզ, որոնց փորձում է սատանան դեմ կանգնել, հակառակվել, կեղծել։ Դա Քրիստոսով մեր ունեցած արդարության գիտակցությունն է։ Դա Քրիստոսով մեր ունեցած փրկության գիտակցությունն է, ամբողջական փրկության, եւ Քրիստոսով մեր ունեցած սփված լինելու գիտակցությունն է, որոնց սատանան փորձում է դեմ կանգնել, հակառակվել, կեղծել, եւ սա դեռ միայն հոգեվոր իրականության մեջ է, բայց կա մարմնին վերաբերվող իրականություն, որը մեր բժշկությունն է, կա շնչին վերաբերվող իրականություն, որը մեր միտքն է, մեր զգացմունքներն են, մեր ցանկություններն են, մեր կամքն է, եւ սատանան անընդհատ այս ուղղություններով փորձում է ճշմարտություններ բերել։ Նա փորձում է իրավիճակները օգտագործել մեզ դեմ եւ իրականությունը, այն ինչ որ մենք ունենք, ցույց տալ, թե իբր թե չունենք կամ կիսատ ունենք։ Ինչպես է գործում սատանան։ Նա ասացի, որ կարող է
կարող է իրականությունը ցույց տալ, մատնանշել խնդիրը եւ ասել դու երկ չունես սրա մեջից, դու սա չես կարող ունենալ, սա դեռ քոնը չի։ Փոքր պատկերավոր ասեմ, նա կարող է քեզ ցույց տալ ամենաախորժելի, ամենացանկալի յուղոտ կտորը, եթե յուղոտ կտոր եք սիրում։ Եվ ասել, որ դա քոնը չէ։ Դու դեռ շատ ճանապարհ պետք է անցնես, որ դա ձեռք բերես։ Եվ իրավիճակները մեր դեմ օգտագործելով նա փորձում է ճնշել մեր հավատքը։ Բայց մենք պետք է ամուր կարճենք մեր հավատքից, մենք պետք է գիտակցենք, որ դա արդեն իսկ մերն է, եւ հավատացյալը կարող է տարիներով հաճախել եկեղեցի, ունենալ հավատք բնական մակարդակի եւ չգիտակցել, որ ինքը արդեն իսկ արդարացված է Քրիստոսով, արդեն իսկ սրբված եւ փրկված է Քրիստոսով։ Մենք սա ունենք, իրականության մեջ մենք սա ունենք, եւ սա պետք է ամուր պահենք, սա մեզ շնորհված է Քրիստոսով։ Ամեն։ Շնորհված է մեզ Քրիստոսով, որովհետեւ մենք միացած ենք Քրիստոսին։ Առաջի Կորինթացիների 1:30-ում շատ հաշվի խոսք է ասում Պողոս առաքյալը։ Ասում է Աստված ինքն է, որ ձեզ բերեց եւ միացրեց Քրիստոսին։ Եվ մենք Քրիստոսով ճանաչեցինք Աստծո իմաստությունը եւ գտանք, ուրեմն Աստծո իմաստությունը ճանաչել նշանակում է, որ մենք գտել ենք, հագել ենք մեր արդարությունը, մեր սրբությունը եւ մեր փրկությունը։ Սա առաջի Կորինթացիների 1:30-ում է ասում։ Ուրեմն ճանաչել Աստծո իմաստությունը նշանակում է գիտակցել, ընդունած լինել այն ճշմարտությունը, որ մենք արդարացած, սրբված եւ փրկված ենք Քրիստոսով։ Ամեն։ Սկզբում ասում է Աստված բերեց եւ մեզ միացրեց Քրիստոսին։ Որտեղից բերեց, ինչպես բերեց եւ մենք ինչպես ենք միացած Քրիստոսին։ Առաջի ներողություն Կողոսացիների 2:11-12-ում է ասում, որ մենք Քրիստոսին միացած ենք հավատի ճանապարհով, հավատքի միջոցով։ Մենք այլ կերպ չենք կարող Քրիստոսին միանալ։ Ասում է հավատի ճանապարհով, երբ որ միացանք Քրիստոսին, երբ որ միացանք Քրիստոսին, մեր մեջ սկսվեց բաներ փոխվել։ Մեր մեջ սկսվեց խմորումներ առաջանալ։ Աստված իր Սուրբ Հոգով սկսեց մեզ ձևակերպել որպես նոր մարդ։ Միացանք Քրիստոսին հավատի ճանապարհով։ Եվ ձեր մեղքերը թոթափեցիք, այսինքն դուք հրաժարվեցիք ձեր սկզբունքներից, ձեր հին վարմունքից, ապրելակերպից, համոզմունքներից, հավատալիքներից նախկին։ Եվ ասում է Քրիստոսով ստացաք սրտի թելպատությունը, այսինքն Աստված մեզանից պոկեց, առանձնացրեց այն հին մարդու բնությունը, այն մեղավոր մարդու բնույթը, անկում ապրած տկար մարդու բնույթը, ադամական մարդու բնույթը Աստված մեզանից կտրեց եւ առանձնացրեց եւ մեզ տվեց նոր բնույթ։ Քանի որ, ինչպես հենց այս խոսքի մեջ ասում է, քանի որ մենք մենք թաղվեցինք Քրիստոսի հետ եւ նրա հետ էլ հարություն առանք, քանի որ մենք հավատացինք Աստծո զորությանը։ Աստված մեզ բերեց եւ միացրեց Քրիստոսին այնտեղից, որտեղ մենք դեռ չէինք ճանաչում, որտեղ դեռ չկար ճշմարիտ հավատքի գիտակցությունը։ Եվ մեզ նոր բնույթ շնորհեց, քանի որ մենք հավատացինք Աստծո զորությանը։ Մենք հավատում ենք ամեն Աստծո զորությանը։ Սա գերբնական հավատք է։ Գիտեք, երբ որ մենք լսեցինք ճշմարիտ հավատքի մասին, մենք որոշեցինք հավատալ թե ոչ։ Հավատքը ճիշտ է, չի ծնվում որոշումից, բայց մենք միշտ որոշում ենք հավատալ թե ոչ։ Հավատը դա պարգև է, Աստծուց բնածին տրված է յուրաքանչյուր մարդու։ Յուրաքանչյուր մարդու մեջ կա հավատքը, որովհետև նախքան Քրիստոսն է, միշտ մարդիկ հակված են եղել հավատալու ինչ-որ բաներ, ինչ-որ հավատալիքներ են ունեցել միշտ։ Իրենց մտքի մեջ ձևավորել են աստվածպաշտություն եւ այդպես են հավատացել, բայց երբ որ եկավ Ավետարանի ճշմարիտ քարոզչությունը եւ երբ որ մենք լսեցինք, մենք որոշեցինք հավատում ենք թե ոչ։ Եփեսացիների 1:13-ում ասում է այս մասին. Դուք էլ երբ որ լսեցիք Ավետարանի ճշմարիտ քարոզչության մասին եւ որն էլ ձեզ փրկություն բերեց եւ որին էլ երբ որ հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք։ Բոլորն էլ լսեցին ճշմարիտ քարոզչությունը,
բայց ոչ բոլորը հավատացին։ Եվ բոլորը որ հավատացին, նրանք Աստծո Սուրբ Հոգով կենքվեցին։ Մենք դե արդեն կայացրել ենք մեր որոշումը, մենք հավատացել ենք, մենք ունենք հոգու կնիքը եւ դարձել ենք Աստծո որդիներ, դարձել ենք Աստծո խոստմունքի ժառանգորդներ, բայց մենք մեր կյանքի ընթացքում հաճախ բախվում ենք խնդիրների, դժվարությունների, սատանան միշտ իր նետերը արձակում է եւ մենք միշտ կանգնում ենք այս որոշման առաջ, կամ հավատում ենք, վարվում ենք հավատքով, գերբնական հավատք ենք ցուցաբերում եւ պայքարում ենք եւ կամ տրվում ենք երևույթներին, լեցվում ենք վախով եւ նահանջում ենք։ Բայց լավ կանենք, որ որոշենք հավատալ։ Հավատքը այս Եփեսացիների 6:16-ի նկարագրության վահան է, որով հոգևոր սպառազինության մասին է թե խոսում։ Վահան է, որով մենք հանգցնում ենք սատանայի արձակած նետերը, նրա կրակոտ մխացող նետերը։ Հավատքը մեզ համար վահան է հանդիսանում, որը մեզ պաշտպանում է թշնամու արձակած նետերից։ Երբ որ թշնամին իր նետերն է արձակում, դու պետք է որոշես կամ վահանով կանգնում ես դեմ առ դեմ նրա նետերին, հանգցնում ես նրա նետերը եւ կամ նահանջում ես։ Մենք չենք կարող սատանային խնդրել մի նետահարիր մեզ։ Նա արձակում է իր նետերը։ Զինվորը, երբ որ մարտի դաշտում կանգնած է վահանը ձեռքին իր թշնամու առջև, նա գիտի, որ թշնամին նետահարելու է իրեն, եւ նա պետք է որոշի կամ կանգնում է իր վահանով կամ փախչում է։ Իսկ փախչելու համար նա պետք է վայր գցի վահանը, որտեղ վահանով չի կարող փախչել։ Եվ երբ որ վահանը վայր գցես, նա անպայման խոցվելու է թշնամու նետերից։ Մենք վահանով չենք կարող փախչել։ Հավատքով փախուս չի լինում։ Հավատքով մենք պետք է կանգնենք եւ պայքարենք, որտեղ հավատքը մեզ չի նահանջել տալիս, այլ հավատքը միշտ մեզ առաջ տանելու հնարավորություն է տալիս։ Եթե նետերը խոցում են քեզ, խոցվել ես ինչ-որ նետերից այդ արձակված, նշանակում է դու վայր ես դրել վահանդ։ Նշանակում է, որ դու հավատքով չես վարվում, այլ վարվել ես քո հասկացողությամբ, տրվել ես երևույթներին։ Բայց Պողոս առաքյալը ասում է 2 Կորինթացիների 5:7-ում, որ մենք հավատքով ենք վարվում, այլ ոչ թե երևույթով, այլ ոչ թե վախերով։ Վախը միշտ կործանում է մարդու հավատքը։ Մենք կարող ենք այդ նետեր ասվածների անուններ տալ, օրինակ դատապարտություն, մեղադրանք, թե ուրիշների եւ թե ինքներս մեզ, վախեր, անորոշություն, հակառակություն, նախանձ, հիասթափություն, անհուսություն, անորոշություն եւ այլ անուններ, ինչ խնդիր որ դու ունես, դու կարող ես տալ այդ անունը, դու հիմա կարող ես մտաբերել դա եւ խոսես հավատքով այդ խնդրի վրա, Աստծո խոսքը հռչակես այդ իրավիճակների վրա, ինչպես որ ասացի, երբ որ դու հռչակում ես Աստծո խոսքը, դու Աստծո զորությունն ես արձակում այդ իրավիճակի վրա, դու մի սպասիր ինչ-որ գերբնական բան տեսնես, գերբնականը լավ է, օգտակար է, նպաստում է հավատքի համար, քաջալերում է, բայց դա խաբուսիկ է։ Աշակերտները շատ գերբնական հրաշքներ տեսան, բայց դա նրանց հավատքը գերբնական չդարձրեց։ Նրանք տեսան հացի բազմացումը, հետո հայտնվեցին ալեկոծության մեջ եւ թերահավատություն ցուցաբերեցին։ Եվ ուրիշ շատ այլ հրաշքներ տեսան, գերբնական հրաշքներ, բայց նրանց հավատքը չդարձավ գերբնական, միջև որ նրանք չլցվեցին Սուրբ Հոգով Պենտեկոստեի օրը։ Դու գերբնական մի փնտրի, գերբնականը արդեն իսկ քո մեջ է։ Ուղղակի հավատա, վստահի Աստծո խոսքի, նրա սկզբունքներին, եւ դու իրականում կտեսնես Աստծո փառքը քո մեջ։ Ամեն։ Մենք բախվելով խնդիրներին, իրավիճակներին երկու տարբերակ ունենք։ Կամ վարվում ենք հավատքով, կամ վարվում ենք երևույթով, վախերով։ Բայց աշխարհի վրա հաղթանակ տանողը դա մեր հավատքն է։ Ուրեմն որոշենք, որ վախով չենք վարվելու այլևս։ Թույլ չենք տալու, որ երևույթները տիրեն մեզ, այլ մենք ենք տիրելու երևույթների, իրավիճակների վրա Քրիստոսով։ Հիմա շատ արագ, որքան հնարավոր է, կփորձեմ 3 տարբերակ, 3 օրինակներ նայենք Աստծո խոսքից գերբնական հավատքի դրսևորումների վերաբերյալ, որից մենք որ կարող ենք մեր դասը, մեր օրինակը վերցնել մեզ համար։
Առաջին օրինակը հենց նայենք Աբրահամի կյանքից։ Ինչի Աբրահամի, որովհետև Աբրահամը համարվում է որպես հավատքի հայր։ Աբրահամի կյանքում մենք տեսնում ենք շատ գերբնական հավատքի դրսևորումներ։ Աբրահամի կյանքում մենք տեսնում ենք հավատքի ճիշտ մոդելը, երկրպագության ճիշտ մոդելը։ Աբրահամի տրվեց խոստմունքը, եւ Աբրահամի ժամանակաշրջանը հենց համարվում է խոստմունքի ժամանակաշրջան։ Աբրահամով եղավ հավատքի արդարություն, այդ գիտակցությունը Աբրահամով եղավ։ Նրա ժամանակաշրջանը խոստմունքի ժամանակաշրջանն էր, բայց կա նաև օրենքի ժամանակաշրջան եւ կա շնորհքի ժամանակաշրջան, այսինքն Սուրբ Հոգու գործունեության ժամանակաշրջան, որը որ հիմա է։ Օրենքը դա միջանկյալ ժամանակաշրջանն է։ Մենք Քրիստոսի շնորհով դարձանք խոստմունքի ժառանգորդները եւ այլևս միջանկյալի կարիք չունենք։ Բայց մենք գիտենք, կարծում եմ շատերս գիտենք Աբրահամի կյանքի պատմությունը, Ծննդոց 12-րդ գլխից մինչև 25 գլուխները Աբրահամի կյանքն է ներկայացնում։ Մենք չենք կարդալու իհարկե, բայց մենք կնայենք, թե ինչպես է Պողոս առաքյալը սա ներկայացնում։ Նա շատ խտացված, շատ գեղեցիկ ու բովանդակալից կերպով ներկայացնում է Աբրահամի գերբնական հավատքի մոտեցումը, որը մեզ համար ամենալավ օրինակն է։ Կարդանք Հռոմեացիս 4 գլխից 17-ից 25 համարները։ Ուզեմ կարդամ, որովհետև շատ մեկնաբանված արդեն Պողոս առաքյալը ներկայացնում է։ Այստեղ ասում է, ինչպես որ գրված է, բազում ազգերի հայր արեցի քեզ, քանի որ Աբրահամը հավատաց Աստծուն, որ կենդանացնում է մեռելներին, եւ ինչպես գոյություն ունեցողի կանչում է նրանց, որ դեռ գոյություն չունեն։ Արդարև չնայած ոչ մի հույս չկար, Աբրահամը հավատաց եւ հուսաց, որ ինքը պիտի լինի բազում ազգերի հայր, ինչպես որ ասել էր նրան Աստված, թե այսպես պիտի բազմացնեմ քո սերունդը։ Եվ Աբրահամը չթուլացավ, չտկարացավ իր հավատի մեջ, ու թեև շուրջ 100 տարեկան էր, չնայեց իր մարմնին, որ արդեն մեռած մարմնի նման էր, ոչ էլ նայեց Սարայի արգանդի ամուրությանը, անհավատությամբ երբեք չտարակուսեց Աստծո խոստման վրա, այլ զորացավ հավատով եւ փառք տվեց Աստծուն այն հաստատ համոզմունքով, թե Աստված, որ խոստացավ, կարող է նաեւ կատարել։ Ամեն։ 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 Աստծո գերբնական ներկայությունը տեխնիկանան չի դիմանում։ Նա հավատաց Աստծո խոստմանը, որ նա խոստացավ, կարող է նաև կատարել։ Ահա թե ինչու Աստված արդար համարեց նրան, բայց սա միայն Աբրահամի համար չէր գրված։ Այս խոսքը մեն Աբրահամի համար չի ասում, թե Աստված արդար համարեց նրան, այլ նաև մեզ համար։ Աստված մեզ էլ է արդար համարելու մեր հավատի համար, մեր հավատի միջոցով։ Ամեն, որովհետև հավատում ենք նրան, որ մեռելներից հարություն տվեց Հիսուսին, մեր Տիրոջը, նա իր կյանքը տվեց մեր հանցանքների համար, մեր հանցանքները ջնջելու համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ամեն։ Տեսեք, իրականության մեջ, հոգևոր իրականության մեջ, Քրիստոսի մեջ մենք այս ամենը ունենք, բայց Սատանան, ինչպես որ նշեցի, փորձում է իրականությունը կեղծել, աղավաղել, նա իրավիճակը օգտագործում է ճնշելու համար մարդու հավատքը բերելով երկմտություն եւ թերավատություն։ Թերավատությունը դա ոչ ամբողջական հավատ է, դա այն է, երբ որ մարդ չի կարողանում միջև վերջ հավատալ։ Հավատում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բախվել խնդրի, չի բախվել իրավիճակների։ Եվ սրա համար է Հիսուս հանդիմանում մարդկանց թերահավատության համար, որպեսզի դադարեն թերահավատությունից։ Եվ այսօր Սուրբ Հոգին մեր մեջ է, որպեսզի մեզ զորացնի, որպեսզի թերահավատությամբ
տկարությամբ չվարվենք, երևույթով չվարվենք, այլ հավատքով վարվենք։ Աբրահամի հավատը գերբնական էր, որովհետև ասում է, որևէ հույս չեղած ժամանակ նա հավատաց։ Մարդ սովորաբար հույս է փնտրում ինչ-որ տեղերից, հույսի մի նշույլ, հույսի խոսք, բժիշկն ասի, որ կարողանամ հավատալ։ Մարդկանցից հույս է փնտրում մի խոսք, որ կարողանա հավատալ, կարողանա կարճել այդ խոսքից եւ հավատալ, բայց գերբնական հավատքը ոչինչ չի փնտրում։ Գերբնական հավատքը չի փնտրում հանգամանքներ, որ կարողանա հավատալ, այլ հավատում է, որովհետեւ դա աստվածային է, որովհետեւ դա հոգեվոր է։ Աբրահամը հավատաց Աստծո խոստումին, նա թերահավատություն չցուցաբերեց, այլ հավատաց մինչև վերջ, զորացավ հավատի մեջ եւ փառք տվեց Աստծուն, այն հաստատ համոզմունքով, որ Աստված է իրեն խոստացել, որ Աստված հավատարիմ է եւ Աստված է կատարելու։ Ամեն նա իրականության մեջ, սա կարծես թե տեսնում են արդեն կատարված։ Աստված հավատարիմ է, ամեն։ Աբրահամը որևէ հույս չուներ, նայելով իրավիճակներին, նայելով իր մարմնի ֆիզիկական իրավիճակին, նայելով իր կնոջ վիճակին, ամեն բան Աստծո խոստումին հակառակ էր, ամեն բան Աստծո խոսքին հակառակ էր, բայց նա հավատաց, նա զորացավ հավատքով։ Որովհետև Աստված, երբ որ այդ պահին խոստում տվեց Աբրահամին, նա արդեն տեսնում էր դա կատարված։ 17 համարում էլ մենք կարդացինք, որ ասում է, նա գոյություն չունեցողը գոյություն եղածի պես կանչում է։ Նա երբ որ կանչում է, երբ որ խոստում է տալիս, նա արդեն տեսնում է դա կատարված։ Եվ մենք էլ գերբնական հավատքը հենց սա է, որ դու հավատում ես, քանի որ դա իրականության մեջ տեսնում ես կատարված, քանի որ դու գիտես, որ իրականության մեջ դա արդեն իսկ քեզ է պատկանում։ Ամեն։ Ցուցաբերենք գերբնական հավատք Աստծո խոսքին, այնտեղ նա հավատարիմ է։ Աստված, երբ որ խոստում է տալիս, իրավիճակներից ելնելով չի խոստանում։ Աստծո խոստումը հիմնված է իր բարի կամքի, նրա սիրո, նրա ողորմության եւ հավիտենական ծրագրի վրա, եւ նրա հավիտենական ծրագրերը անփոփոխ են։ Նրա կամքը, բարի կամքը անփոփոխ է, նրա սերը անսահման է։ Ամեն, փառք Աստծո նրա ողորմության սիրո եւ այն հավիտենական ծրագրի համար, որ ունի մեր հանդեպ, որ ծրագրել է մեզ համար։ Եվ մենք պիտի հավատանք ու վստահենք այդ ծրագրին։ Ինքը Աստված է ուզում է, որ մենք ճանաչենք այդ ծրագիրը։ Ինքը Քրիստոսին հայտնեց մեզ Կողոսացիների նամակում ասում է, որ Հայրը կամեցավ, որ իր փառավոր ծրագիրը, որ վերաբերվում է բոլոր ազգերին, բոլոր ժողովուրդներին հայտնի դարձնել իր որդու միջոցով, Քրիստոսի միջոցով։ Եվ նա արդեն իսկ տվել է որդուն, որպես այդ ծրագիրը մեզ համար կատարված տեսնենք։ Եվ նա մեզ հավիտենական կյանքի հույսն է տվել։ Հաջորդ օրինակը նայենք Թվոց գրքից։ Հեսու, Քաղեբ եւ եւս 10 լրտեսներ, նրանց հավատքի հակադրությունը, նրանց հավատքի մակարդակները նայենք։ 13 գլխում է ներկայացնում Թվոց գրքի։ Այստեղ Աստված կարգադրում է Մովսեսին, որ Իսրայելի ցեղից ամեն մի ցեղից մեկ իշխանավոր, նշանավոր մարդ ընտրի եւ ուղարկի խոստացված երկիրը, Քանանի երկիրը լրտեսելու համար։ Եվ ինքը ասում է Աստված, որ կընտրես յուրաքանչյուր ցեղից նշանավոր մարդ, նա որ իշխանավոր լինի իր ցեղի մեջ։ Ուզում եմ տեսնել, որ պատահական մարդիկ չընտրվեցին այդ առաքելությունը կատարելու համար։ Նրանցից մեկը Հեսուն էր եւ մյուսը Քաղեբն էր, եւ նրանք գնացին լրտեսելու այն երկիրը, ուսումնասիրելու այն երկիրը, որ Աստված տվել էր իրենց։ Եվ երբ որ վերադարձան, 13:28-ից է արդեն ասում, նրանք ժողովրդի առաջ ներկայացրեցին, սկսեցին պատմել այն, ինչ որ տեսել են այդ երկրի մեջ։ Եվ ուզում եմ տեսնեք, որ բոլորն էլ 12-ն էլ լրտեսներից նույն բանը տեսան եւ նույն կերպ նկարագրեցին։ Այն ինչ որ տեսել էին, այդպես էլ պատմեցին։ Նրանք հաստատեցին, որ այո, Աստված այդ երկիրը, որ խոստացել է մեզ, իրականում հրաշալի երկիր է, իրականում կաթումեղր բխող երկիր է, մի խոսքով գերազանց երկիր է ապրելու համար, բայց այն 10 հոգին
լեցվեցին վախերով եւ ներկայացրեցին բարդությունները։ Նրանք ասացին, դե հա, դա շատ լավ երկիր է, բայց մենք չենք կարող տիրել այդ երկրին, որովհետեւ այդտեղ հսկաներ կան, որովհետեւ այդ երկիրը շատ պաշտպանված է, մեծ, զորավոր, բարձր, ամուր պարիսպներ ունի եւ մենք հետեւաբար չենք կարող տիրել դրան։ Եվ ասում են նրանք, որ մենք ինքներս մեր աչքին եւ այդ ժողովրդի աչքին մժերների, մորեխների պես էինք երևում։ Ես չգիտեմ դու քո խնդրի իրավիճակի առաջ ինչպես ես երևում, ինչպես ես վերաբերվում, բայց զորություն տվողը Աստված է քեզ։ Ամեն։ Այս 12 մարդիկ, տեսեք, նույն բանն էլ վկայեցին, բայց այն 10 հոգին լեցվեցին վախերով եւ վախը այդ երևույթը կատվածահար արեց նրանց հավատքը։ Տեղում հավատքի կատված ստացան մարդիկ։ Եվ նրանք իրենց վախով, անհավատությամբ վարակեցին ամբողջ ժողովրդին։ Եվ ժողովուրդը սկսեց տրտնջալ Աստծո առաջ, թե ինչի մեզ բերեցիր այստեղ, ինչի մենք հասանք այստեղ, որ պետքա մեռնեինք մեր թշնամիների առաջին։ Բայց Հեսուն ու Քաղեբը նրանք կրկին նույն իրավիճակը ներկայացրեցին։ Նրանք չհերքեցին, որ այդ խնդիրները չկան այնտեղ։ Նրանք չհանդեսեցին այդ խնդիրները, այդ իրավիճակները, բայց նրանք հավատքով կանգնեցին եւ ասացին. մենք կարող ենք այդ երկրին տիրել, որովհետեւ Աստված դա արդեն իսկ մեզ տվել է։ Իրականության մեջ դա արդեն իսկ տրված է նրան։ Եվ նրանք հավատքով կանգնեցին, որոշեցին, որ այո, թեկուզ եւ կա այդ իրավիճակը, թեկուզ ունենք այդ դժվարությունները, բարդությունները, եւ թեկուզ մեր ինքներս մեզ անզոր ենք տենում, բայց Աստված հավատարիմ է, որովհետեւ ինքը մեզ խոստացել է այդ երկիրը։ Եվ ժողովուրդը այս երկու տարբերակները լսեց, Հեսուի եւ Քաղեբի հավատքի խոսքը եւ լսեց նաեւ այն 10 հոգու ներկայացրածը, որը վախից էր գալիս, հա, երևույթին նրանք գերի էին դարձել, տրվել էին եւ երևույթը տիրել էր նրանց սրտին, նրանց հավատքը արդեն կործանվել էր, մեռել էր եւ նրանք այս հավատքով էլ վարակեցին ժողովրդին եւ հավատք չցուցաբերեցին։ Եբրայեցիների 4:2-ում ասում է. բոլորը լսեցին Աստծո խոսքը, բայց խոսքը օգուտ չբերեց նրանց։ Ասում է, որովհետև հավատքով չկապվեցին իրենց լսածին։ Մենք բոլորս լսում ենք Աստծո խոսքը, շատ հրաշալի ձևով Աստված իր խոսքը, իր խոսքի հայտնությունները հեղում է ուղղակի իր եկեղեցու վրա։ Հրաշալի գերբնական խոսք է նա տալիս եկեղեցուն իր ծառաների միջոցով, բայց մենք մեր լսածին պետք է հավատքով կապվենք։ Երբ որ դու չես կարողանում հավատալ քո լսածը, հավատքով չես վերցնում, այդ խոսքը որևէ օգուտ չի կարող տալ, որքան էլ որ դա գեղեցիկ կերպով ներկայացնի։ Դու ինքդ ես որոշում այդ խոսքին հավատում ես թե չէ։ Ժողովուրդը լսեց թե Հեսուի եւ թե Քաղեբի եւ թե այն 10 լրտեսների խոսքը, որը վախով է, եւ նրանք պետք է ընտրեին կամ հավատում են, կամ հավատքով են վարվում, կամ երևույթով, կամ վախով։ Եվ նրանք ընտրեցին վախը, ընտրեցին երևույթը։ Մենք գիտենք այդ պատմությունը եւ նրանք չմտան այդ երկիր իրենց անհավատության պատճառով։ Գիտեք, վախը անհավատության արդյունք է։ Վախը մարդուն գցում է տագնապի մեջ, մարդու մեջ բարձրացնում է բողոք, տրտունջ եւ անհամաձայնություն Աստծո հանդեպ։ Իսկ հավատքը դա գոհություն ու փառք է միշտ բարձրացնում Աստծո առաջին այն վստահ համոզումը, որ Աստված հավատարիմ է, որ հավատքը հաղթանակում է աշխարհի վրա։ Ամեն։ Հեսուն միջև վերջ հավատաց, մենք գիտենք դրա պատմությունը։ Գրված է, որ Եբրայեցիների 11-ում, որ Երիքոյի պարիսպները հավատքով կործանվեցին։ Դու քո հավատքով կկործանես ցանկացած խնդիր, միտք, որ բարձրացած է քո մեջ, Քրիստոսի հանդեպ ունեցած քո հավատով։ Այս երկու տարբերակները, հավատքի եւ վախի, այսպես ասած, ձայները մարդու մտքի մեջ միշտ կան, որովհետեւ մենք շատ տարբեր տեղերից միշտ լսում ենք ինչ-որ խոսքեր, տեսնում ենք իրավիճակներ, հայտնվում ենք իրավիճակների մեջ եւ մենք միշտ կանգնում ենք որոշման առաջ, կամ որոշում ենք հավատալ եւ պայքարել այդ իրավիճակի դեմ, կամ լեցվում ենք վախով, վարվում ենք երևույթով։
բայց մենք կարող ենք որոշել, որ վախով չենք վարվելու, երևույթով չենք վարվելու։ Հիսուսն էլ Հայրոսին ասաց՝ մի վախեցիր, այլ միայն հավատա, միայն հավատա։ Դու պետք է որոշես, հավատում ես թե ոչ։ Դու պետք է քո հավատքով հակառակվես սատանայի արձակած ամեն կրակոտ նետերին, ամեն մտքերի, որ նա արձակում է քեզ վրա։ Եվ վերջի օրինակն շատ արագ ասեմ եւ կավարտենք Գանք աղոթքի։ Սա Հովհաննես 11-րդ գլխից է։ Այստեղ Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին։ Ներկայացում է Ղազարոսի հարության պատմությունը։ Բայց մենք չենք նայի մանրամասն, ուղղակի կկենտրոնանանք Մարթայի եւ Մարիամի վերաբերմունքի վրա, նրանց հավատքի մակարդակը տեսնենք։ Մարթան եւ Մարիամը Ղազարոսի քույրերն էին։ Մարթա նշանակում է տիրուհի, Մարիամ նշանակում է հաստատակամություն, բայց մենք այս պատմությունը գիտենք, որ ոչ Մարիամը եւ ոչ էլ Մարթան հաստատակամությամբ չկանգնեցին, հավատքով չվարվեցին եւ չկարողացան իրենք տիրել իրավիճակին, այլ իրավիճակները տիրեցին իրենց վրա եւ նրանց հավատքը ուղղակի կործանվեց, չկարողացան հավատ ցուցաբերել Քրիստոսի խոսքին։ Նրանք Հիսուսին լուր են ուղարկում, որ Ղազարոսը հիվանդ է, որպեսզի Հիսուսը գա եւ բժշկի Ղազարոսին։ Բայց մինչեւ որ Հիսուսը եկավ, Ղազարոսը արդեն մահացել էր, արդեն 4 օր էլ մահացած էր եւ դրված էր գերեզմանում։ Մարթան երբ որ գալիս է դիմավորելու Հիսուսին, նա այսպիսի մի խոսք է ասում 21 համարում։ Ասում է՝ Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Մարթայի հավատքը բնական հավատք էր, ժամանակավոր։ Նա իր սեփական համոզմունքների հասկացողության վրա էր կառուցել իր հավատքը։ Նա մտածում էր, որ Հիսուս կգա ժամանակին, մինչև իր եղբոր մահանալը եւ կբժշկի նրան։ Բայց քանի որ Հիսուսը գիտենք դիտավորյալ ինքը ուշ եկավ, որպեսզի Աստծո փառքը նա կարողանար ավելի արտահայտիչ ձևով ցույց տալ։ Ղազարոսը մահացավ նաև Մարթայի եւ Մարիամի հավատքը։ Մարթան Հիսուսին համարում էր ուշացած։ Նա ասում է՝ եթե այստեղ լինեիր, Տեր, եթե ինձ հետ լինեիր, այս բանը ինձ հետ չէր կատարվի։ Կարծես թե բնական հավատքը սա է, որ տրտմուջ է բերում Աստծո առաջին, անվստահություն, անհամաձայնություն, չես կարողանում հավատալ մինչև վերջ։ Մարթան եւ Մարիամը գրեթե նույն մոտեցումը, նույն վերաբերմունքը, նույն խոսքերն են ցուցաբերում Քրիստոսի հանդեպ։ Նրանք երկուսն էլ ասում էին՝ Տեր, եթե այստեղ լինեիր։ Գիտեք, սա տառապող մարդու խոսքեր են, հիասթափված, հուսահատված մարդու խոսքեր են, իրավիճակներին տրված մարդու խոսքեր են, որոնք որ տրտմեցին Քրիստոսին։ Գրված է, որ Հիսուս տեսնելով նրանց հավատքը, նրանց վերաբերմունքը, նա ներքուստ տրտմեց, տխրեց։ Բայց Հիսուսն ասում է՝ Մարթա, քո եղբայրդ հարություն կառնի։ Ու կրկին տեսնում եք, որ Մարթան ուղղակի մի վերացական հավատքի մոտեցում է ցույց տալիս։ Նա ասում է՝ հա, գիտեմ Տեր, որ հարություն կառնի, հեռու ապագայում, երբ որ բոլոր մեռելներն են հարություն առնելու։ Սա բնական հավատք է, սա գերբնական հավատքի մոտեցում չէ։ Ես այս Մարթայի խոսքը, որ ասում է, եթե այստեղ լինեիր, փոքր նմանեցնում եմ Գաբեսի աղոթքին։ Գիտեք, Գաբեսը նմանատիպ մի աղոթք էր անում։ Եթե Աստված ինձ հետ լիներ, եթե Աստված ինձ օրհներ, երանի թե Աստված ինձ ազատեր, սա ցավի ու տառապանքի միջից եկող խոսքեր են։ Բայց մենք իհարկե կարիք չունենք նման մոտեցում ցուցաբերելու Աստծուն։ Մենք կարիք չունենք այս աղոթքը անելու Աստծուն, որովհետև Աստծո Սուրբ Հոգին, ինչպես ասացի, մեր մեջ է, հետևաբար Աստծո հավատքն էլ է մեր մեջ, Քրիստոսի միտքն էլ է մեր մեջ, ինչու մենք չաղոթենք Քրիստոսի նման։ Իսկ ինչպես էր աղոթում Քրիստոս։ Հենց այս հատվածում մենք տեսնում ենք, որ Քրիստոսն ասում է. Հայր, շնորհակալ եմ, որ ես լսեցի, եւ ասում է, ես գիտեմ, որ միշտ էլ լսում ես։ Մենք այս աղոթքի բանաձևը պետք է իրական դարձնենք մեզ համար։ Սա է գերբնական հավատքի մոտեցումը, որ դու
վստահություն ունես Աստծո հանդեպ, հավատք ունես, համոզմունք ունես Աստծո հանդեպ, նրա հավատարմության հանդեպ եւ ինքը քեզ երբեք չի թողնի քո իրավիճակների մեջ։ Քրիստոս Հիսուս Մարթային ասում է. Մարթա, դու հավատա եւ Աստծո փառքը կտեսնես։ Այս խոսքը մեզ բոլորիս համար իրական է։ Հավատա եւ Աստծո փառքը կտեսնես քո կյանքի մեջ։ Ամեն։ Ամեն։ Ես արագ ավարտեմ, որտեղ այս թեման ինքն իրենով մի ամբողջ պատգամ է առանձին։ Հիսուսի կարեկցանքը, նրա սերը, նրա ողորմությունը իր սիրելի հանդեպ չթողեց, որ նա մնա գերեզմանի մեջ։ Նա հարություն տվեց Ղազարոսին, թեկուզ եւ Մարթան ու Մարիամը հավատ չցուցաբերեցին, որովհետեւ Հիսուս գիտեր ինչի համար է գնում, գիտեր, որ Ղազարոսը մահանալու է, նա գերբնական հավատք ունի, նա տեսնում էր այդ ամենը եւ նա տեսնում էր դա արդեն կատարված, բայց նա ուղղակի ուզում էր տեսնել մարդկանց հավատքը, մարդկանց հավատարմությունը, մարդկանց նվիրվածությունը, արդյոք միջև վերջ դու կարող ես հավատալ, արդյոք միջև վերջ դու հավատարիմ կմնաս Աստծո խոստումին։ Գիտես, քանի դեռ դու չես բախվել խնդիրների, իրավիճակների, դու չգիտես հավատարիմ կմնաս Աստծուն, թե ոչ։ Աստված գիտի, իհարկե գիտի վերջը, գիտի վերջը նա սկզբից միջև լինել է, միջև որ դու կհայտնես իրավիճակի մեջ, նա գիտի դու հավատարիմ կմնաս թե ոչ, բայց դու չգիտես դու հավատարիմ կմնաս թե ոչ։ Դու ուղղակի պետք է վստահես Աստծո, զորանաս Աստծո հոգով, լեցվես նրա հոգով եւ վարվես նրա հոգով, չենթարկվելով, չկառավարվելով իրավիճակներից։ Թույլ չտաս երբեք որ որևէ իրավիճակ տիրի քեզ, կործանի քեզ։ Եվ այդ իրավիճակները միշտ լինում են մեր կյանքերի մեջ։ Լեցվենք հավատքով եւ հավատքով վարվենք։ Քրիստոս մեզ ամեն բան շնորհել է եւ մեր հավատքը Քրիստոսի հանդեպ մեզ համար ամեն ինչ հնարավոր է դարձնում։ Ուղղակի դու հավատա, հավատքը չեմ ասում հեշտացնում է ամեն բան, բայց նա մեզ համար ամեն բան հնարավոր է դարձնում։ Վարվիր հավատքով եւ կտեսնես Աստծո փառքը քո կյանքի մեջ։ Պողոսն ասում է, ես կարող եմ ամեն բանից զորացնող Քրիստոսով։ Հիսուսն ասում է, անկարելի է որ խնդիրներ, գայթակղություններ չլինեն, բայց քաջ եղեք, ես հաղթեցի։ Հիսուսն ասում է, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Դու հավատա եւ ինքը Քրիստոսը հնարավոր կդարձնի քեզ համար ամեն բան։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի այս հստակ համոզումով եւ գտնենք Մարին Քրոջը մեզ առաջնորդի այս աղոթքի եւ երկրպագության մեջ։ Փառք ես Տեր, փառտանք նրան այն հստակ համոզումով, որ Աստված հավատարիմ է։ Ամեն։ Այս ընթացքի մեջ հստակեցու քո որոշումները, հավատքով կանգնիր քո խնդրի իրավիճակի առաջ, խոսի հռչակի Աստծո զորությունը, արձակի Աստծո զորությունը քո կյանքի մեջ եւ քո իրավիճակների վրա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։